Արագ մի բան ասեմ, սիրելի հայրենակիցներ։ Սիրելի հայրենակիցների անձնական կյանքի իրավունքն այլևս պաշտպանված չէ։ Ալեն Սիմոնյանն ասում է, հեռախոսային ցանկացած զրույց կարող է ձայնագրվել։ Նախընտրական խիստ պայքարի ժամանակ Հայաստանի ժողովրդավար իշխանությունը որոշել է մտնել պարզ մարդկանց տներ։ Երբ որ փորձ կկատարվի խառնվել ընտրական process-ների մեջ, լինի դա կաշառք տալու, թե կաշառք վերցնելու դեպքում իրավապահները շատ խիստ գործելու են։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, անկախ նրանից, թե դուք խոսեք փակ կապով, բաց կապով, Telegram-ով, WhatsApp-ով, Instagram-ով, Signal-ով, Zang-ով, Viber-ով, որևիցե այլ միջոցով աղունիկ կուղարկեք, չգիտեմ, Max հավելվածով կխոսեք, բոլոր այդ դեպքերում այդ գործընթացը հայտնի է դառնալու։ Իրավապաշտպաններին արդեն չեն զարմացնում քաղաքական իշխանության բաց հայտարարությունները, որ ընդդիմադիրների դեմ ռեպրեսիաներ են լինելու, ու որքան մոտենում է ընտրությունների օրը, բռնաճնշումներն ավելի մեծ թափ են հավաքում։ Ծծուն օրինակը ուժեղ Հայաստան դաշինքի անդամների, աջակիցների դեմ քրեական գործերն են։ Կիսա եւս մի միջոց է մարդկանց ահաբեկելու։ Փաստաբան իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանը նկատում է, վերջին 1 տարում ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործեր են հարուցվել հիմնականում գաղտնալսված ձայնագրությունների հիմքով։ Բայց այդ ձայնագրությունները բջջային բաց կապից են եղել։ Մեսենջերային հավելվածներով զանգերը եւս գաղտնալսելու խորհրդարանի խոսնակի հայտարարությունը իրավապաշտպանի կարծիքով ակնարկ է արտասահմանում ապրող մեր հայրենակիցներին։ Մենք ըստ էության գործ ունենք այս պարագայում քաղաքական հայտարարության հետ, որը եթե թարգմանենք ավելի պարզ մարդկային լեզվով, ապա գրական հայերենով ասում են առանձնապես մի մտածեք արտասահմանից Հայաստան գալու եւ ընտրություններին մասնակցելու վերաբերել, որովհետեւ փորձանքի մեջ եք ընկնելու։ Եվ ուրեմն հիմնավոր են իրավապաշտպանների կասկածները, որ իրավապահները կամայական առանց դատարանի թույլտվության գաղտնալսում են ցանկացած մարդու ցանկացած պահի, ասում է Սողոյանը։ Մտավախություն ունենք, որ իրավապահ համակարգը ուղղակի հետին թվով որոշումներ է դնում քրեական գործերի հետևում, դատական որոշումներ են հայտնվում ի սկզբանե ապօրինի նախաձեռնված քրեական վարույթներում։ ԿՊԱ-ական պատգամավոր Նարեկ Գահրամանյանը վստահեցնում է, առանց դատարանի թույլտվության չեն գաղտնալսում մարդկանց։ Չի կարող, ուղղակի չի կարող, որովհետև ինքը դա չի համարվի ապացույց դատարանում, եթե ձեռքաբերված ապօրինի ճանապարհով է ապացույցի։ Գաղտնալսումները, որ քրեական գործի հիմք են դառնում, պետք է փորձակնություն անցնեն։ Պետք է ապացուցվի, արդյոք մոնտաժված, խեղաթյուրված չեն այդ խոսակցությունները։ Դատարանի թույլտվությունը գործին կցելով չեն կարող խաբել մարդկանց։ Իշխանական պատգամավորին հակադարձում է իրավապաշտպանը։ Կոնկրետ առանձնացվում են եզրույթներ, որոնք ունեն զուտ քաղաքական քարոզչական նպատակահարմարություն։ Գլխավոր դատախազության քարլռությունն է քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների առաջ կանաչ լույս վարում, որ մարդկանց գաղտնալսեն, կարծում է Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Չնայած որ բազմաթիվ ահազանգեր հրապարակումներ են եղել այդ մասին, բայց Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը մատը մատին չի տալիս։ Սա եւս մեկ անգամ հաստատում են փաստը, որ այս իշխանությունը վերից վար գործադրից սկսած ավարտված իր սատելիտ այլ կառույցներով ենթակա է փոփոխման եւ մեր ժողովուրդը մեր հասարակությունը պետք է իմանա, քանի էս մարդիկ են, մարդիկ հանգիստ չունեն իրենց անկողնում անգամ։ Մտել են մարդկանց տներ, մարդկանց օջախներ, մտել են մարդկանց անկողիններ, տուալետներ, սա խայտարակություն է։ Արծվիկ Մինասյանը տեղեկություն ունի, որ բացի գաղտնալսելուց բարի բուն իմաստով են մարդկանց տներ մտնում։ Հայաստան խմբակցության քարտուղարն ասում է, ընտրությունների շեմին իշխանական գյուղապետերին հրաման է իջեցվել գնալ մարդկանց տներ, հարց ու փորձ անել, պարզել քաղաքական հայացքները։ Էդգար Ղուշչյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։